Ընդդիմադիր Հայաստան դաշինքը շարունակում է նախընտրական քարոզարշավը։ Ելույթ ունեցավ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին նորից որակեց սադրիչ, նրան մեղադրեց 44 օրյա պատերազմը սադրելու եւ պարտության համար։ Ձախողեց բանակցային գործընթացը, սադրեց պատերազմը, պարտվեց այդ պատերազմում եւ հիմա ասում է դե գիտեք այն ժամանակ ուրիշ ձև է մտածում, հիմա ուրիշ ձև է մտածում։ Վարչապետ Փաշինյանն էլ իր մրցակից ընդդիմադիր ուժերին է մեղադրում պատերազմի համար եւ նա հայտարարում է, թե եթե ինքը չընտրվի եւ ընտրվեն այդ ընդդիմադիր ուժերը, ապա պատերազմն անխուսափելի կլինի։ Ով քվեարկում է Նիկոլի օգտին, Նիկոլի համար քվեարկում է Ալիևի համար։ Սա այն բանաձևն է, որով մենք բոլորս առաջ պետք է շարժվենք։ Որովհետեւ այս մարդի պուլտը Ալիևի ձեռքին է։ Տղերք, հետ եկեք շարեն դրան։ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներն առանց միջադեպերի այսօր չանցան։ Քասախումի քաղաքացի մոտեցավ Ռոբերտ Քոչարյանին, նրան մեղադրեց մարտի 1-ի համար։ Իրավունք ունենք փողոցներ, մենք իրավունք ունենք փողոցներ։ Պապարոն Քոչարյանի բան արեցիք, կրակեցիք։ Հայ ֆրանս, չեք հիշում, հիշացնեմ, իսկ դու Գորգլոյանին Գիտեք, որ իր երեխեն անտեղ մեծացան ձեր պատճառով։ Մի մարդ քասախից չկա։ Ապրես, լավա, լավա։ Ես ստեղ Մարկովի։ Ասում եմ լավա, կարանք դուս գալ, բախի գնդակը հարեց մեզ։ Իմ ընկերներից։ 10 Այս իշխանության ջղաձգումներին, այս նորմալ է, առաջիկա օրերին ավելի դեժա լինելու, ըմբռնումով մոտեցեք։ Հանգիստ։ Մի միջադեպ էլ տեղի ունեցավ Պրոշյան համայնքում, այստեղ մի բնակիչ փորձում էր մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, ինչ-որ բան ասել, նրան հեռացրեցին այդ տարածքից, իսկ Քոչարյանը ելույթը ընդհատեց եւ դիմեց իր կողմնակիցներին, որ սադրանքներին չտրվեն։ Ես խնդրեմ, սադրիչներ են գալու եւ շատ հանգիստ պետք է այս ամեն ինչին վերաբերվել։ Հայաստան դաշինքի առաջնորդը անդրադարձավ նաև իրեն վերագրվող ձայնագրությանը։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը Facebook-յան էջում տեղադրել է մի քանի տարվա վաղեմության ձայնագրություն, որտեղ իբրև Ռոբերտ Քոչարյանը խոսում է Վլադիմիր Պուտինի հետ։ Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել ընդհանրապես։ Իհարկե հորինված է Ռուսաստանի նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում։